Ես Արտուր Սարգսյանի եղբայրն եմ, որը ձերբակալվել է 2016 թվականի հուլիսի 31-ին։ Ոչ, 5 ամսից ի վեր չեմ տեսել եղբայրս։ Արտուր Սարգսյանը 88 թվականից դեռ խորհրդային բանակում ստացել է այդ հիվանդությունը, Բեղձերևի հիվանդությունը։ Դա ոսկրային ծանր հիվանդություն է, որը 27 տարուց ի վեր ցավերով տառապում է։ Արտուր Սարգսյանի փաստաբանին թղթերը անձամբ տարել եմ, ներկայացել եմ ձերբակալումից ընդամենը 4 օր հետո։ Գոյություն ուներ նաև Բեղձերևի հիվանդությունը վկայող փաստաթուղթը, դրա հետ մեկտեղ նաև ներկայացրել եմ ծանր դրա վիրահատականը, որ դրա հիման վրա նրան վիրահատել են։ Այս կես տարվա ընթացքում ես կարելի ասել Արտուրի փաստաբանին տեսել եմ ընդամենը 2 անգամ, 10 րոպեվա միջանկյալով, 20 րոպե ընթացքում, որ զանգահարել է, որ տեղյակ եմ եղել։ Զրուցել եմ, խնդրել եմ, որ ինձ տեղյակ պահի իմ երեխայի առողջական վիճակը։ Փաստաբանի մասին է խոսքը։ Շատ ծանր է, նամուն շատ ծանր հիվանդություն, ողնաշարի պրոբլեմներ, օպերացիաներ ա տարել։ Խնդրում եմ անմիջապես վերանայել տվեք այդ գործը, սխալ ինֆորմացիայի տակ իմ երեխան նստած է։ Խնդրում եմ դա անմիջապես ներկայացրեք դատարան։ Եվ ընդհանրապես հետ խոսացել եմ, մի բան հարցնել եմ, ձեզ զբաղված եմ, հետո կզանգեմ եւ այդ զանգը չկա ու չկա։ Կառավարության ղեկավար վարչապետին եմ դիմում հողումով ներկայացել, պատասխանը ուղարկվել է դատախազությունից վերադարձել է ինձ նամակով, որ այո, ճիշտ որոշում է կայացված, այդ հոդվածները, որ դրված է Արտուրի վրա, դրանք արդարացված են։ Դիմել եք նաև Արմեն Թաթոյանին։ Այո, ուղարկել եմ նաև այնտեղ։ Պատասխան ստացել եք։ Ոչ, դեռ ոչ։ Դե բնականաբար տեղյակ կլինի։ Բայց Բեղձերևի հիվանդության մասին կարծում եք նա տեղյակ է։ Դուք չգիտեք դրա մասին։ Տեղյակ չեմ։ Անձամբ չեմ հարցրել։ Նմանատիպ լուրը նորից ստացել ենք կողմնակի այդ լրատվական միջոցներով ենք իմացել, նորից փաստաբանը տեղյակ չի պահել, լրատվական կողքի մարդկանցից իմացել ենք, որ Արտուրի վիճակը կտրուկ վատացել է, բերանից այրուն է հոսում, գիշերով տարել են Երևանու հիվանդանոց, ու այդ դեպքը 2 անգամ կրկնվել է գիշերվա ընթացքում։ Միայն այդ կամ։ Տեղյակ ենք, որ տեղափոխել են քերակատարողական հիվանդանոց, առայժմս ասեցին գտնվում է այնտեղ։ Նորից փաստաբանը պետք է տեղյակ պահել, էլի տեղյակ չենք, չգիտենք։